Սիրելի հայրենակիցներ, սիրելի ապարանցիներ, նախ քաղաք մտնելուց հասկանալի էր, որ ապարանում այսօր վերջին զանգ է։ Ողջունենք դպրոցներն ավարտող մեր բոլոր երիտասարդներին, իրենց մաղթենք կանաչ ճանապարհ ու ցանկանանք, որ արժանապատիվ երկրում, անվտանգ երկրում իրենց համարեն որպես հպարտ քաղաքացի, հպարտ մեր երկրով, մեր երկրի ապագա հաղթանակներով։ Սիրելի ապարանցիներ, անկեղծ ասած ճանապարհով որ գալիս էի, գնացի 26 տարի առաջ։ Այդ օրը բոլոր ապարանցիները կհիշեն։ 26 տարի առաջ, մայիսի վերջին օրերին, ճիշտ այս օրերին, Հայաստանի բոլոր ծայրերից, աշխարհի բոլոր ծայրերից, բոլոր մեր հայրենակիցները հավաքվում էին հուշահամալիրի մոտ, պարոն նախագահի գլխավորությամբ, եւ այստեղ էր Բաշապարանի հերոս, Դրաստամատ Կանայանի վերահուղարկավորության արարողությունը։ Շատերդ կհիշեք, անձրև էր, բայց որևէ մեկը մի վայրկյան չընկրկեց։ Որևէ մեկս այդ օրը չենք պատկերացնի, որ 26 տարի հետո գալու է մի պահ, որ մեզանից ուզում են գողանալ Բաշապարանի հերոսամարտը, Սարդարապատը, մեր հայրենիքի ազատագրումը, մեր հայրենիքի ազատագրման համար այդ ժամանակվա հետագա տարիների, բոլոր տարիների հերոսներին։ Ուզում են գողանալ մեր պատմությունը, ուզում են համոզել ձեզ, որ ապարանում ես տարածաշրջանում, Հայաստանում հայերը մեծամասնություն չեն եղել, ուրիշ պետություններ են եղել։ Մեզնից ուզում են գողանալ մեր եկեղեցին, մեր հոգևորը։ Եվ առիթից օգտվելով, քանի որ Արագածոտնում ենք, ողջունենք Արագածոտնի թեմի, այն բոլոր հոգևորականներին, որ տղամարդու պես, որպես զինվոր կանգնեցին հայ առաքելական եկեղեցու կողքին, չկոտրվեց Մասյածոտնի թեմ, չկոտրվեց Արագածոտնի թեմի առաջնորդը, բանդ գնաց արժանապատիվ։ Իդեպ այդ բանդ գնալ, բանդ ու արժանապատիվ գնալու շատ հաճախ օրինակներից մեկն է, երբ որ պարոն նախագահին էլի Նիկոլի կատաղության արդյունքում երկրորդ անգամ, որ ձերբակալման են կալանք էին տանում, թե ոնց էր պարոն նախագահն նստում մեքենա բանդ գնալու համար։ Ու շատերին անցնող տարիների պայքարում դա օրինակն էր, որ հարյուրավորները մեր ազգային արժեքները պահելու համար այս տարիներին գնացին բանդ, հիմա էլ են շատերը բանտում, բայց որևէ մեկը չկոտրվեց։ Սիրելի հայրենակիցներ, կարճ, քանի որ մենք գտնում ենք ապարանում, Թասիբի, Գերդաստանի, այսպես ասեմ, էտալոնում, ապագայում ամեն մի մեր հայրենակցի ընտրություններում քաղաքական որոշում կայացնելուց ես դնելու եմ մի կողմ քաղաքականություն, արտաքին քաղաքականություն, ներքին քաղաքականություն, կոռուպցիայի դեմ պայքար։ Ամեն մեկը Գերդաստանի ղեկավար է։ Ամեն մեկը ուզում է, որ ձեր օրինակով հետագայում իրենց զավակները, իրենց օջախները կառուցեն։ Մի պահ այս տարածաշրջանի մեր բոլոր հայրենակիցները քվյատուփի մոտ կանգնած ում են ընտրում։ Ընտրում են ավանդական արժեքներով, ընտրում են ադատներով, ընտրում են ընտանիքում համերաշխությամբ, սիրով, մեծին հարգելով, փոքրին սիրելով, փոքրին պաշտպանելով, մարդուն, որը հետո դառնալու է երկրի ղեկավար, թե ընտրում են մարդուն, որի ընտանիքի մասին որևէ մեկը չի կարող գլուխ հանել, իրար հետ են, իրար հետ չեն, ով որտեղ է, ով ում հետ է, որովհետև ամեն մեկից Գերդաստանի ղեկավարից ոնց որ Գերդաստանն է կախված, Գերդաստանի նիստուկացը, ունեցվածքը, խաղաղությունը, այդպես էլ մեր երկրի ղեկավարից է կախված, թե այդ արժեքներով հասարակությունը կլինի, թե չէ։ Ու վերջապես այս տարածաշրջանը նաև բազմաց տարածաշրջան է։ Վստահ ձեզնից շատերը մեր եզդի քուրդ եղբայրների հետ
քիրվոյություն էլ արած կլնեն։